Ես Հայկ Կարապետյանն եմ, Առնտրոն համայնքի հիմնադիրը, արդեն 3 տարի զբաղվում ենք FPV դրոններով, մենք առաջի համայնքն ենք Հայաստանում, FPV դրոնների ոլորտում, FPV դրոնների հետ կապված ամեն ինչ անում ենք, ուսուցանումից սկսած, հավաքում, պատրաստում, մրցույթներ, միջոցառումներ, համատեղ թռիչքներ ու առաջինն ենք, այս պահին երևի էլ ոչ մեկ հայալեզու վիդեոդասերի շարք չունի YouTube-ում, ոնց որ այդ բացնել ենք նկատել ու փորձել եմ թիմիս հետ լրացնել, այս պահին վիդեոդասերի քանակի ավելացման շուրջ էլի մտածում ենք, որպեսզի մարզերում բնակվող երեխաները ու ընդհանուր Հայաստանում ապրող բոլոր մարդիկ հայալեզու վիդեոդասերի կոնտենտի շնորհիվ կարողանան այդ սկզբնական գիտելիքները ստանան, հաղթահարեն այդ հոգեբանական այդ բարիերը, առաջին դժվարությունների, դրանից հետո արդեն նոր կարողանան ինքնուրույն առաջ շարժվել արդեն անգլալեզու կոնտենտ ուսումնասիրելով, բայց ոնց որ այդ սկզբնական հայալեզուի պահը փորձում իմ ուժերով ապահովեմ, որ հետագա դժվարություններից մարդիկ կարողանան խուսափել։ Մոտ 8 տարի արդեն զբաղվում եմ այս ոլորտով, աշխատել եմ տարբեր ընկերություններում ու Արմատ ինժեներական լաբորատորիա երբ որ ընդունվեցի աշխատանքի, այդտեղ երեխաների հետ է աշխատում ու բավական ինձ հետաքրքիր էր էլի այդ թռչող սարքերի հետ աշխատանքը ու սկսեցի տեղի երեխաների հետ համ ինքս էի սովորում, համ իրանց սովորացնում էի ու գնում էինք բավական շատ դաշտային թռիչքներ էինք անում, շատ սարքեր էինք պատրաստում, կոտրում էինք միասին, վերանորոգում էինք, մի խոսքով այդ աժոտաժը, այդ աշխուժությունը ու այն, որ անընդհատ թռչող սարքերի հետ աշխատանքը իր մեջ ներառում է 3D մոդելավորում, որոշ չափով ծրագրավորում, ինժեներություն, զոդում եւ այլն, այսինքն այդ ամբողջ ինժեներական այդ ոլորտը փակում էր, ասենց ասած, այս մի ուղղվածությունը ու երեխաների հետ համ ավելի շատ բան սովորում էինք, համ դա մեզ հաճելի էր, էլի, այսինքն այս ամեն ինչը ինչ որ նշեցի որպես գիտելիք դա ձեռքաբերվում, դրանից բացի նաեւ սա հաճելի է մեզ, այսինքն դրոններով զբաղվելը ընդհանուր ինքը շատ հավես է ու ոնց որ այդ ձև արդեն աճեցինք ու որոշեցի, որ իմ կազմակերպությունը պետք է ունենամ ու արդեն 3 տարի օֆիցիալ իմ կազմակերպության ներսում եմ գործում, իսկ մինչև այդ պատրաստվում էի ոնց որ այդ 3 տարվա գործունեության մեկնարկին։ Կպատմեք ծրագրի ֆինանսավորման մասին, ինչպես է ծրագիրը ֆինանսավորել ու ոնց ԿԳՄՍ-ն համաձայնվեց, որպեսզի դպրոցային ծրագրի լինի։ Իրականում 3 տարի ամեն ինչ որ արել եմ, իմ ուժերով ա եղել ու իմ համայնքի, ոնց որ մեր համայնքի մարդկանց շնորհիվ ա եղել ամեն ինչը, օրինակ ինչ որ աշխատանքներ որ արել ենք, միշտ որոշել եմ աշխատանքի սկզբունքը այսպես ձևավորեմ։ Սկզբից ինչ որ մի բան անում եմ, թեկուզ փոքր կամ մասշտաբները փոքր կամ թույլ է մի քիչ ստացվում, բայց մարդիկ նկատում են պոտենցիալը, տեսնում են գոնե մի աշխատանք, հետո այդ ընթացքում արդեն դա զարգանում է։ Փորձում եմ ավելի լավ անեմ, մարդիկ տեսնում են նպատակը, միջոցները ոնց որ անում եմ ու ամեն մեկը իր կողմից փորձում է իր ներդրումը անի, ինչ որ մեկը իր ժամանակն է տրամադրում, ինչ որ մեկը մի հատ գույք ուներ, նվիրաբերում է համայնքին, կարողանում ենք այդ օգտագործենք ուսուցման process-ում կամ որևէ մրցույթներում ու 2 տարի երբ որ մենք FPV դրոնների իմիջիայլոց միջոցառում մրցույթներ որ արել ենք, էլի առաջինը մենք ենք Հայաստանում ու ոչ մեկ տենց բան չէր արել մինչև մեր անելը բավական տենց միշտ ինչ որ նենց առաջադրանքներ ենք դնում մեր վրա, որ դեռ ոչ մեկ չի արել, բայց աշխարհում դա հայտնի է ու պետքա մեր մոտ էլ դա կրկնենք, կարողանանք անենք ու ավելի լավը դառնանք։ Այդ սկզբունքով արդեն 2 մրցույթ իմ ուժերով արեցի առանց որևէ ֆինանսի։ Այս տարին առանձնացավ նրանով, որ առաջին անգամ ունեցանք հովանավորներ ու Ucom ընկերությունը, X-Art ընկերությունը եւ այլ գործընկերներ, Gazprom ընկերությունը բոլորը ոնց որ կանգնեցին մեր կողքին, մեր համայնքի կողքին ու մենք կարողացանք անել արդեն տարածաշրջանային մրցույթ, որտեղ մասնակցում էին մարդիկ Ղազախստանից, Բելարուսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպայից էլ մարդիկ կային, որ ուզում էին մասնակցեին, ուղղակի ոնց որ հավելյալ բյուջե էր պետք, որ իրանց էլ ներառենք, բայց հաջորդ տարիներին ոնց որ Եվրոպայից էլ ենք անպայման ներգրավելու մարդկանց ու ոնց որ մրցույթը մի քանի անգամ աճելու է, եթե թվերով նայենք առաջի տարին որ սկսում էինք բավական աղքատիկ էր ու հիշում եմ ֆիզմատ դպրոցի ոնց որ ֆիզկուլտի դահլիճում էինք անում, բավական փոքր նեղ տեղեր ու 12 մասնակից էինք, այդ թվում նաև ես որպեսզի ինչ որ մի հատ թիվ լրացնեմ
ու այն ժամանակ որ ռուս ռելոկանտները եկել էին մեծ մասը ոնց որ իրանք էին որ այդ ոլորտից ինչ որ չափով հասկանում էին ու ընդհանրապես ոչ մեկ համարյա Հայաստանում չէր զբաղվում սրանով որ իրանց հետ մի հատ էլ մրցույթ անես էլի այդ առաջի տարին դրա համար 12 հոգով էինք ընդհանուր իսկ երկրորդ տարին արդեն հա ու 4-ից 5 հայ մասնակից էր էլի այդ թվում նաև ես այդ առաջի տարին պատկերացրեք երկրորդ տարին արդեն 50 մարդ մասնակցել է մրցույթին ու 70-80% հայ են էլի այ պատկերացրեք այդ մի տարվա ընթացքում ինչքան մարդու հետ ենք աշխատել վերապատրաստել սենց 30-30 հոգանոց տարբեր խմբեր եմ արել անվճար որ այդ մարդկանց ոնց որ գիտելիքները օգտագործել կամ ընդհանուր ոլորտը սենց ասած ինչ որ չափով առողջացնենք Հայաստանում ստեղծենք այն ինչը որ չկա այդ դասերից հետո արդեն երկրորդ տարին որ 50 մասնակից մասնակցեց երրորդ տարին արդեն 80 հայտ ունեինք ու եզրափակիչ արդեն արեցինք 40 հոգու հետ էլի այդտեղ ավելացավ համ մեծանում էր ամեն տարի տարեստարի լոկացիան մասնակիցների քանակը աշխարհագրությունը որ տարբեր երկրներից էին գալիս մարդիկ հանդիսատեսի քանակները ավելանում, հովանավորների շնորհիվ ավելի շատ էինք գույք ձեռք բերում ու ոնց որ այն բացեր այն երազանքները ինչ որ ունենում էինք ամեն տարի գնալով սենց ոնց որ իրականանում է ու անընդհատ պլանկան միշտ փորձում ենք ավելի բարձրացնենք իհարկե չմոռանալով որ ոնց որ այդ ամեն ինչից հետո պետք է ավելի ողջևորվել այլ ոչ թե փորձել sense пассивանալ այդ հաջողությունների ներքո ինչ որ տենց հանգստանալ չէ ընդհակառակը այդ հաջողությունները մեզ ավելի է մոտիվացնում որ sense նպատակներ այնքան մեծ դնենք որ անընդհատ հասնելուց դրանք էլի գնալով տենց ծնագնդի էֆեկտով մեծանան Իսկ որն է նպատակը ծրագրի նպատակը նա է որ հնարավորինս այս ոլորտով ավելի շատ մարդ զբաղվի բոլորիս հասկանալի պատճառներով բոլոր պատճառները չթվեմ ընդհանուր տեխնոլոգիական այս կրթությունը ինքը ոնց որ շատ մեծ հնարավորություններ է տալիս ու ԱԹՍ-ների կիրառությունը ամբողջ աշխարհում վստահ եմ բոլորի համար էլ նկատելի է ու այս ոլորտը Հայաստանում որ զարգանա ու լինի մրցակցային դրա համար պետքա տարիների փորձ ունեցող մասնագետներ ու այդ մասնագետները ինչքան ավելի շուտ սկսեն սովորել այս ուղղվածությամբ հետաքրքրվել այնքան նրանց կատարած աշխատանքի որակը ավելի բարձր է լինելու եթե մենք ուզում ենք ունենանք չափահաս ասենք երեխաներ ովքեր ունեն տարիների փորձ իրանց հետ պետքա փոքր տարիքից զբաղվել ու մեր կազմակերպության նպատակն է ինքը կրթական սպորտային ՀԿ-ա այսինքն կրթության եւ սպորտի միջոցով այդ մրցակցության միջոցով երեխաներին սովորացնել բացի նրանից որ իրանք այս գիտելիքները ստանում են նրանց ոչ մեկին ստիպողաբար ոչ մի բան չենք սովորացնում երեխան տեսնում է մրցույթ կա մրցույթին կոնկրետ կա չափանիշներ այդ չափանիշներին ինքը պետքա համապատասխանի եթե ուզում է մասնակցի մրցակցությունը այնպես է որ օրինակ չգիտեմ ես կարող հայտարարեմ ասեմ 10 երեխայի այսինչ տարիքային խմբում 10 տեղ կա այդ երեխաները ամեն ինչ անելու են որ այդ 10-ից մեկը իրանք լինեն ու այդ ընթացքում իրանք նկատում են որ իրանք օրինակ պետքա չգիտեմ որոշակի ասենք 3D մոդելավորման գիտելիքներ ունենալ գնում են նստում են ինքնուրույն սովորում են հարցնում են իրար մեջ մեկը մեկին օգնում է այսինքն կրթությունը արդեն պահանջարկով ենք մենք ձևավորում ու այդ երեխաներին ընդհանրապես չենք ասում դու սա սովորի սա մի օր պետք է գալի ինքը միանգամից տեսնում է ինչ է իրան պետք ու ինքը հենց դա էլ սովորում է կուզեմ ընդհանուր որպես հաջողություն նաև առանձնացնել ԿԳՄՍ-ի կողմից երաշխավորագիրը ընդհանուր այդ երաշխավորագիրը մեզ թույլ է տալիս որ մենք կարողանանք դպրոցների հետ օֆիցիալ աշխատենք ինքս 8 տարի երեխաների հետ աշխատել եմ ու շատ եմ սիրում երեխաների հետ աշխատել շատ եմ ուրախանում իրանց հաջողություններով երբ ինչ որ մի բան փորձում եմ ես օգնեմ սովորացնեմ ու այդ արդյունքը տեսնում եմ դա իմ համար շատ sense կարևոր բան է ու ԿԳՄՍ-ն ոնց որ այդ հնարավորությունը ինձ տվեց որ այս երեխաների հետ օֆիցիալ արդեն դպրոցներում աշխատեմ ես մինչև այդ աշխատում էի արմատ ինժեներական լաբորատորիաներում այդ սկզբունքով էի կարողանում երեխաների հետ շփվել բայց քանի որ ունեմ արդեն իմ ծրագիրը այդ ծրագրով ոնց որ անհրաժեշտություն կար որ հենց իմ կազմակերպության միջոցով անեմ այլ ոչ թե միջնորդ կազմակերպություն գտնեմ որի միջոցով կարողանամ անել այն ինչ որ սիրում եմ ու արդեն երեխաների հետ այդ աշխատանքի արդյունքում մենք բավական երկար ժամանակ ոնց որ մեզ լաբորատորիա ենք էլի փնտրում, քանի որ ես արդեն արմատից նշեցի դուրս եկա ու մոտավորապես 40 երեխա իմ հետ դուրս է եկել ու չենք իմանում ասենք որտեղ պետք է աշխատենք, ինչ պետք է անենք, այս ոնց որ թղթի ու թույլտվության շնորհիվ մենք կարողանանք արդեն դպրոցներում ունենալ մեր լաբորատորիաները
Հետագայում, եթե ամեն ինչ լավ ստացվի, կունենանք մեր անձնական տարածքը, որտեղ արդեն կարողանանք ավելի ազատ տնօրինել, ստեղծել որևէ ինչ-որ տենց արտադրական չասեմ կամ որևէ տենց առանձին աշխատանքների ու գործունեության տարածք, որով կարանք ընդհանուր Հայաստանից դուրս էլ աշխատենք, ինչի՞ չէ։ Ոնց որ պետք է այդ բանը երազանքները ու այդ պատկերացումները Հայաստանով չսահմանափակվի, էլի։ Կարանք նենց բաներ էլ ստանանք, նենց ինչ-որ տեխնիկական լուծումներ ունենանք, որ կարողանանք նաև արտահանման մասով մտածենք, գոնե ինչ-որ մի տոկոս, ինչ-որ մի աշխատանքի տոկոս կարողանա մեր ներդրումի շնորհիվ նաև արտահանվի։ Իսկ երեխաների շրջանում ոգևորվածություն նկատել եք, որ արդեն ԿԳՄՍ-ն հաստատել էր այդ որոշումը ու դպրոցներ պիտի լինի։ Անկեղծ ասած, երեխաները նկատել են, որ տենց ինչ-որ փաստաթուղթ կա, որով ես իմ սոցցանցերում կիսվել եմ ու տենց բավական ուրախացել եմ։ Երեխաները այդ կարդացել են, դե տեսել են ԿԳՄՍ նախարարություն, կնիկ, ստորագրություն ու իրանք դրանց ոգևորվել են, բայց իրականում իրանք չեն պատկերացնում այդ ինչ փաստաթուղթ է, եթե անկեղծ։ Բայց ոնց որ ինձ անընդհատ այդ հարցնում են, ասում են կունենանք տարածք աշխատելու համար, ասել եմ, հա, կունենանք, ոնց որ դա իրանց դա է ավելի շատ հետաքրքրում, էլի, ընդհանուր իրանք այդ բանը չունեն, էլի, հետագա այդ զարգացումների պլանը իրանց մոտ չկա, իրանց պատկերացումները մի քիչ ավելի սենց առարկայականով ոչ շատ հեռու, էլի, այսինքն իրանք միանգամից այն ինչ ուզում են ու մտածում են, դա էլ ասում են, էլի, իրանց պետքա տարածք, միջավայր, որտեղ իրանք կարողանան հավաքվել, կլինի այդ գույքը, իրանք այնտեղ ինչ-որ մի բան կքանդեն, կսարքեն, կկոտրեն, կբերեն, կվերանորոգեն, տենց այդ process-ի ու այդ ընդհանուր շփման համար իրանք այդ միջավայրն էր պետք, որը հուսով եմ արդեն կլինի այս փաստաթղթից հետո էլ ու ոնց որ այդ են սպասում, այդ ակնկալիք ունեն, այդ էլ ստացան, մնացածը արդեն ես էլի պետքա ինչ-որ սենց առաջ գնամ ու իրանց էլ ցույց տամ, որ ինչ-որ բանով սահմանափակվել է, դա սխալ է, պետքա անընդհատ աճես, անընդհատ կատարելագործվես, որովհետև այդ սահմանափակումը լճացման է տանում։ Այս ուղիում ինչ-որ դժվարությունների հանդիպել եք։ Իհարկե դժվարություններ այնքան շատ են, որ հաղորդումը չի հերիքի ասեմ, թե արհեստական, թե հատուկ խոչընդոտները շատ են, բնականաբար ամեն մեկը իր մոտիվացիան ունի, թե ինչի խանգարի, սենց ասած։ Ոնց որ ինչ-որ մեկին ուղղակի դու դուր չես գալիս անձամ, ինչ-որ մեկին քո գործունեությունը դուր չի գալիս, որտեղ նմանատիպ գործունեություն էլ ինքն է անում, ինչ-որ մեկը ուղղակի այդտեղով սենց ասած ինչ-որ գումար էր աշխատում, իսկ իմ անվճար դասերը խանգարում էր իր գումարը աշխատելուն, ինչ-որ մեկը ուղղակի նախանձից կարա վատաբանի, սենց շատ տարբեր է, էլի ամեն ինչ, մեկը ուղղակի թշնամի է, ուզում է վնաս տա, շատ տարբերակներ կարամ ասեմ, ով ինչի է ուզում վնասի ու խանգարի։ Ես ուղղակի ուշադրություն չեմ դարձնում, փորձում եմ այն ինչ որ ինձ դուր է գալիս, այդ անեմ ու ինչքան ավելի շատ եմ նկատում տենց բաներ, վատաբանումներ, թիկունքից վատ խոսքեր, ինչ որ մեկի, չգիտեմ, վատաբանում կամ ուղղակի ոնց որ սենց խանգարելու, դե ընդհանուր մեր ազգի որոշ մարդկանց մոտ կա այդ բնավորություն, վստահ եմ մեր հայրենակիցները տեսել են ու հնարավոր է նաև մեր հարցազրույցի տակ ինչ որ մեկը սկզբի 2 րոպեն նայելուց հետո ինչ որ մի հատ վատ տենց կարծիք արտահայտի իր դիվանին նստելով ոլորտից ընդհանրապես չհասկանալով նորմալ է եթե բոլորին ինչ որ ապացուցելու բան ունենամ կամ պատասխանելու տենց կարիք լինի իմ հիմնական գործը տուժելու է դրանից ու կարող է ինչ որ չափով իրանք ճիշտ էլ լինեն էլի եթե ես ընկնեմ իրանցով զբաղվեմ ես իմ գործն եմ անում ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում իհարկե հետևությունները անում եմ տարբեր տենց խոսակցությունների արդյունքում թե ով ինչ է ասել ու ինչի է տենց ասել այդ վերլուծությունը իմ մեջ ունենում եմ բայց ոնց որ փորձում եմ իմ գործը անեմ ու ինչքան անում եմ ստացվում է այնքան այդ մարդիկ ավելի շատ են պարտվում իմ համար այդ հաջողությունը մեր համայնքի այդ արդեն հաղթանակը այդ մարդկանց նկատմամբ էլի ու իրանք էլ ինձ թվում է դրանից ավելի շատ կնեղվեն քան ես ինչ որ մի հատ վատ արձագանք թողնեմ իրանց գրածի կամ արածի վերաբերյալ իսկ ձեր ուղերձը որը կլինի երեխաներին այս ոլորտում առաջինը կուզեմ որ ընդհանուր իրանց սա հետաքրքիր լինի նոր այդ ժամանակ զբաղվեն էլի այսինքն ծնողների ցուցումով երբեք բան չանեն էլի չգան սովորեն որովհետև դա եւ իրեն ժամանակի կորուստն է եւ մեր ժամանակի կորուստն է ու երկու կողմն էլ տանջվում է էլի
երրորդ կողմն էլ հիասթափվում է ծնողը, որ ուղղորդել էր երեխային։ Այսինքն երեխայի մեջ այդ հետաքրքրությունը պետքա լինի, եթե այդ հետաքրքրությունը չկա, գոնե կարա ասենք ծնողը փորձի ծանոթացնի, ասենց ինչ որ փորձնական դասերի փորձեն մասնակցեն, նայեն մեր YouTube-յան ալիքի դասերը, այդտեղից արդեն կհասկանան, եթե իրանց դա հետաքրքիր է, իրանք կկապնում են, երեխաներ ունեմ, ասենք 9 տարեկանից որ եկել են, ասենք համարը նշված ա եղել, զանգել առանց ծնողի հետ խոսալու, ասել ա ուզում եմ սենց բան սովորեմ եւ այլն, հետո նոր ծնողն ա զանգել, ասել ա երեխան կապնվել ա, ոնց որ ես ասել եմ արդեն ծնողի հետ պետք է խոսամ, նոր այդ ժամանակ ծնողը ասում է որ երեխան ինքնագլուխ հետաքրքրվել ա ու կապնվել ա, էլի, այսինքն այդ ձևի երեխաների համար սենց հավելյալ հետաքրքրություն ստեղծելու կարիք չկա, ինքը արդեն այդ հետաքրքրությամբ եկել է ու դիմել է, իրան պետք է ուղղակի հնարավորություն տաս, շանս տաս, որովհետև կարող է այդ երեխան տենց այդ իր ձգտումով կարա դառնա ինչ որ բացառիկ գիտելիքների տեր անձնավորություն տարիներ հետո ու շատ դեպքեր ա եղել, որ ուղղակի երեխաներ են եղել, որ սենց առաջին հայացքից իրանք անհույս էին թվում, բայց իրանց աշխատասիրությունը, այդ նպատակասլացությունը դարձրել է իրանց այն մասնագետը, ում դաժե, ասենք, չգիտեմ, ես որ սովորացնում էի, չէի պատկերացնի, որ իրանք կարան դա ոնց որ այդ գիտելիքներին տիրապետեն, դառնան այն մարդը, ով հիմա դառել են, էլի։